Դեռ ամիսներ առաջ ասում էի, որ Արևմուտքը երբեք ցույց չի տա Փաշինյան Նիկոլի պարտությունը գալիք ընտրություններին ամեն ինչ կանի, որ այդ պարտությունը կանխվի եւ նշում էինք մի քանի մեխանիզմ։ Առաջինը ընտրությունների արդյունքների չեղարկումն է։ Նախադեպը կա Ռումինիայում եղավ նման բան, երբ դիմադիր տեխնասուն, եվրոսկեպտիկ տեխնասուն առաջի փուլում նախագահական ընտրությունների փայլուն հաղթանակ տարավ, ընդամենը մի քանի տոկոս էր նրան պակասել։ Նրան հանեցին ընտրություններից, չեղարկեցին առաջին փուլի արդյունքները եւ արգելեցին մասնակցել ընտրություններին, հաջորդ ընտրություններին։ Երկրորդ տարբերակը Մոլդովայինն էր, որը Մայասանդուն հրաշալի իրագործեց, դա քվեարկությունից մի քանի օր առաջ կարևոր գլխավոր ընդդիմադիրներին հեռացնելն է քվեաթերթիկներից։ Դե երրորդը այն, որ դիտանեն բռնի ուժով, ուղղակի բռնի ուժով կեղծեն, այլանդակ կեղծիքներ ցույց տան։ Հիմա նախընտրական իրավիճակը Փաշինյան Նիկոլի վերադասներին հուշեց այն, որ պետք չէ ռիսկի գնալ, որովհետև այդ քանակի, այդ ծավալի, այդ մասշտաբի կեղծիքներ անհնար անել, հայտարարություն ավելի լավ է, ավելի հետաքրքիր կլինի, ավելի անշարժ կլինի։ Ուղղակի Սամվել Կարապետյանին թույլ չտալ մասնակցել քվեարկությանը, համազգային քվեարկությանը հունիսի 7-ին։ Եվ այդ որոշումն ընդունեց։ Եվ այդ բարձր պարտականությունը ստանձնեցով մի հզոր պետական գործիչ, որին ես ասում եմ Սարգսյան Վարդուր, այդ անունը ես չեմ նրան դրել, ինչպես ես չեմ դրել Լֆիկ, Դոդ, Մոդ եւ այլն, բայց երբեմն օգտագործում եմ։ Սարգսյան Վարդուշը, Վազգեն Սարգսյանի եղբայրը, նախկին ժողովարդչապետ, բողոքել է, թե ես կոնկրետ չգիտեմ դրա դիմում մեջ ինչ է գրված, բայց երեք ասում էր, թե իբր պետք է Սամվելին հեռացվի, որովհետև նա ռուսական շահեր է այստեղ պաշտպանում, ներկայացնում, եւ դա դրա կար խելքի բավարար հիմք է ընտրացուցակներից հանել Կարապետյանի կուսակցությունը։ Մեկը հարցնի, թե հետո դուք ում շահերն եք պաշտպանում, այդ ուրեմն եվրոպական շահերը պաշտպանող եւ հետապնդող կուսակցությունները իրավունք ունեն մասնակցելու, ֆրանսիականն ունեն, որը հայերին զրկեց եւ Կիլիկիայից եւ Ղարաբաղից, ամերիկյանն ունեն, որը ցեղասպանություն կազմակերպեց Արցախում, Խարասյան Արսենովը կա, միշտ պետք է հիշեմ դրան, եւ այդ տղային սկսել եմ հարգել, որ հազվադեպ է եւ գրանտակերը, այնե գենետիկ գրանտակերը տարական ազնվություն ա դրսևորում, որը մեզ պատմեց, թե ինչա տեղի ունեցել, ում հրահանգում են Արցախը հայատապել, Ալիև Էֆենդու հետ մեզ են։ Ինչևէ, մի քանի րոպեից ժամը 10-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այն դեգեներատ Հովհաննիսյանի գլխավորած հանձնաժողովը քննելու է Վարդուշի հայցադիմումը եւ օրենքը պահանջում է, որ դա որոշում ընդունողը Հովհաննիսյան Վահագիչ է, վարչական դատարան կա, ընտրություններից մեկ օր առաջ պետք է որոշում ընդունված լինի, այսինքն վաղվա մեջ պարզ կլինի մասնակցելու է Սամվել Կարապետյանի կուսակցության ընտրություններին, թե ոչ։ Օրենքը հստակ ասում է, Աշպինե Հովհաննիսյանն այսօր ասեց, որ ընտրության նախորդող օրը որոշումը պետք է ընդունված լինի։ Դե եթե Աշպինեն ասում է, ուրեմն մեզնից լավ գիտի։ Այսինքն վաղը երեկոյան արդեն պարզ կլինի։ Դե ինչ ասեմ, ըստ ամենայնի սրանց արածը կապիկություն չէ, սա հստակ որոշում է, Վարդուշի պես էշին է առաջ են գցել, ասել են գնայր ստորությունը դու արա, իդեպ Վարդուշը նաև կաթոլիկոսի եղբորն ու Զարմիկին փողոթողողն էր։ Նրա թեկնածուն գնաց բողոքեց, չէ, թե իբր վեհապարը եղբայրը խանգարում է իր խոչընդոտում է իր նախընտրական կամպանիային, շաբաթի հետ կա
համայնքապետի ընտրություններին։ Իսկ այդ մարդու խոչընդոտելն այն է եղել, որ չի թողել իր տան վրա, իր պատերի վրա փակցնեն Սարգսյան Վարդուշի նախընտրական պաստառները։ Դե մարդիկ հերու տղա նստեցին նահագին ժամանակ, ինչ ասեմ, քրեական գործը շարունակվում է։ Այսինքն Սարգսյան Վարդուշը ամենակեղտոտ գործն է ստացել, ամենակեղտոտ Բաբաջանյան Արմանը տենց բան չարել, ու ինձ թվում է չերի անի, վերջը գոնե մի քիչ խելք ունի։ Շիրինյանը չարեց, էլ ինչ տական կանտեղ, այն արմուշ-մարմուշները ընդհանրապես մոտիկ չեք ասես բանը, բայց դե Վարդուշը գնաց արեց։ Ալեքսանդր Մատրոսովի պես նա գնաց մենակ և իր գործն արեց։ Ուղղակի մի բան այն ձան ասում, վաղը իհարկե Փաշինյան Նիկոլ չի լինի այս երկում։ Փաշինյան Նիկոլը կարողացել է բացի հայ ժողովրդից, որը բավական թույլ միավոր է, իր դեմ տրամադրել նաև աշխարհի ամենամեծ մարդկանցից, ովքեր այսօր համաշխարհային պատմությունն են գրում, սրբագրում, խմբագրում, կյանք չունի այդ ժողովարդապետ կոչվածը, քաղաքական կյանք նկատի ունեմ, ֆիզիկականի վրայի կասկածում եմ։ Վաղը Վարդուշը ոնց պիտի քաղաք գա, ոնց պիտի իր գյուղացիների երեսին նայի։ Լավ քաղաքը որ ուտում եք, չեք մտածում, որ հետո Մարսել ա պետք։ Չեք մտածում։ Դե ինչ ասեմ, ասում է, ինքը ընտրեց իր ապագան փոքր է չէ, 65 տարեկան էշ է, բավական հարգված, չափազանց զորանձավորության եղբայր է, ես ինչեր է անում։ Մեկ Սամվել Կարապետյանից իշխանությունը խելը հնարավոր չէ, անկախ նրանից նրա անունը կլինի ընտրաթերթիկներում թե ոչ, չի լինի դեռ։ Չի լինի։ Աշխարհում կա Թավշյա ոչ բռնի ժողովրդական հեղափոխություն, կա Թավշյա բռնի ժողովրդական հեղափոխություն, այդ ամեն ինչը վաղը տեղի կունենա, մենք Հայաստանում կտեսնենք։ Ուղղակի ցավն այն է, որ այս հին ավանդույթի, որի միշտ հետևում են հայ-արևմտականները, դրանք առանց պատերազմ, առանց արմայեղություն չեն հեռանում։ Հիշենք Վրացյան Սիմոնին, որը բրիտանացի աշխատող էր, աշխատում էր Հայաստանում ժողովարդապետ, 21 թվականին ինչ արեց։ Չհանդուրժեց իշխանության կորուստը, թեպետ հանդուրժողն էին քիշեր, բրիտանացի կուրատորների հազարությամբ իր արևին ապստամբություն հրավիրեց, խռովություն հրավիրեց Երևանում, մի քանի օրով իշխանությունը վերցրեց, աղագին հայ սպանվեց, այն է դրա պատճառով զրկվան Կարսից, որովհետև բոլոր տվյալները կան, փաստացի, որ բոլշևիկները Մոսկովյան կոնֆերանսի ժամանակ հետ էին բերում նաև Կարսը, ինչպես Լեննական Ալեքսանդրոպոլը բերեցին և 20,000 կիլոմետր տարածք բերեցին, չէ, խոսքը գնում էր 1914-ի, այն է 1878 թվականի Բերնի տրակտատով նախատեսված սահմանների վերականգնման մասին։ Վրացյան Սիմոնը դա թույլ չտվեց։ Այսօր չունենք Կարս, Արգարան, Արարատլեր և այլն։ Հիմա նույնը սրանք անպայման մի փորձանք կդնեն։ Հայ արևմտականները ունեն այդ ավանդույթը և ես համոզված եմ, որ նրանք դա կկրկնեն։ Պատրաստվենք շատ հայ դժվար օրերի և հուսանք, որ հաղթանակը կլինի ճշմարտության և նորմալ մարդկանց կողմը։ Առայժմ այսքանը, հետևենք իրադարձությունների զարգացմանը, մի քիչ հետո մեկնարկելու է դեգեներատ Հովհակիմյան Վահագի հիմնարկի նիստը, վաղը կհանդիպենք, եթե հրատապ բան չեղավ, կհանդիպենք վաղը։ Նորից կխնդրեմ բաժանորդագրվել իմ տելեգրամյան և յութուբյան ալիքներին։ Առայժմ։